Ակտիվ շինարարական ձայներն են ամեն առավոտ խաթարում սահմանամերձ խոտի գյուղական անդորը։ Բնակիչներին ոգևորել է այս փաստը։ Այստեղ պետության միջոցներով մինչև 16 միլիոնով 20 տուն է կառուցվում։ Դավիթը ընտանիքով մի քանի ամսից երազանքների տանը կապրի։ Երեխաները ցանկանում էին, որ ամանորը նշեին թազա տանը, բայց ցավոք չստացվեց, մի երկու ամիս տարբերություն կունենա։ Գյուղը շատ եմ սիրում, հենց գյուղում էլ ցանկացել եմ, դաժե այս ծրագիրը եթե չլներել, ես պարտադիր տեղ էի ապրելու, որտեղ ամեն ինչը կա, ապրելու պայմանը կա, ինքը շատ հարմար գյուղ է։ Կարելի ասած փոքր քաղաք է այս գյուղ։ Յուրի Աբրահամյանը 25 եւ ավելի տարիներ ապրել է Ռուսաստանում, դեռ մի քանի տարի առաջ էր պլանավորել վերադառնալ հայրենի խոտ բնակավայր։ Ծրագիրը օգնեց, որ ավելի արագ կյանքի կոչի որոշումը, ասում է, չնայած պետական աջակցությանը, տուն կառուցելը հեշտ չէ, առավել դժվար կլիներ, եթե մասնագետների օգնությանը դիմեին։ Տունը որ սկսել էի կառուցելը, հարևանս եկավ տարիքով մարդ էր։ Ասում է, գիտես առաջ հարևանին ինչ անես կա տվել։ Ասում եմ չէ, ասում ասելա դու էլ իմ նման տուն կառուցես։ Հեշտ չի, բայց դե գիտես որ կառուցում ես, գիտես որ դու քո ձեռքերի շնորհիվ կատարում, վաղներ քո երեխան, թոռը, ծոռը ապրելու են, հիշելու են, որ դու ես կառուցես տունը։ Ընդհանուր մակերեսը 120 քառակուսի մետր է, 16 միլիոնի դիմաց անհնարին էր կառուցել, մոտորապես արդեն 4-ից 5 միլիոն մեր սեփական ընտանեկան բյուջեից եք ներդրել, որոշ քանակի արդեն պարտքեր են կուտակվել, թեկուզ քիչ, բայց արդեն կուտակվել են մինչև ավարտին հասցնելը, բայց պարտավոր եք ավարտին հասցնելու։ Խոտում սովոր են շինարարական եռուզեռին, շատերն են լծված այդ աշխատանքին։ Վարչական ղեկավարի խոսքով սահմանամերձ բնակավայրում ապրելու համար պայմանները բավարար են, միայն թե սառեցված ծրագիրը վերաբացվի։ Բնակիչների քանակի խնդիր չունեցող գյուղում էլի տներ են ուզում կառուցել։ Հիմա եթե ծրագիրը նորից ասենք հնարավոր լինի, որ ծրագիրը բացվի, ես վստահ եմ, որ էլի 30-ից ավել շահառուներ նորից կընդգրկվեն ծրագրին։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերջին տվյալների պետական աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում 2300 ընտանիք տուն է կառուցում։ 163 ընտանիք արդեն ամբողջությամբ ավարտել է աշխատանքները։ Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրից օգտվողների թվով առաջատարը Տավուշն է, հաջորդում է Վայոց ձորը։ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում տուն է կառուցում 225 ընտանիք։ Մարզում ծրագրի շահառուների թվով առաջատարները Քարահունջն ու Խնձորեսկն են։ Փաստացի 7 ընտանիք արդեն բնակություն է հաստատել նոր տանը։ 117 տուն կառուցվում է Գորիս համայնքում, 53 տուն կառուցվում է Տեղ համայնքում, Տաթև համայնքում 20 տուն, Կապանում 25 եւ Մեղրիում 10 տուն։ Պետության աջակցությամբ 16 միլիոնանոց ծրագրի կասեցումից հետո միայն Տավուշի ու Վայոց ձորի բնակիչները կարող էին օգտվել մինչև 2025-ի դեկտեմբեր։ Ընդ որում 16 միլիոն վարկավորումը դարձել էր 21։ Հայաստանի կառավարությունը մտադիր է վերսկսել սահմանամերձ գյուղերում տների կառուցման համար սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում մարզպետի խորհրդական Կարեն Բալյանի խոսքով Սյունիքում առաջիկայում էլի տներ կկառուցվեն։ Սյունիքի մարզում կավելանա 237 շահառու, որից 173-ը դրանք այն շահառուներն են, որոնք մինչ այս շինարարական թույլտվությունները ստացել են եւ կամ այդ նպատակով ձեռք են բերել հողատարածք, բայց չեն հասցրել դիմել ծրագրին եւ իրականացնել ծրագիրը, իսկ 64-ը կլինեն լրիվ նոր դիմողներ։ Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել արտագաղթը, մեկնարկից ի վեր Սյունիքում ցանկացողների պակաս կար, սակայն կասեցվելուց հետո ավելացել է նրանց թիվը։ Ըստ մարզպետի խորհրդականի ծրագրի վերսկսումից հետո գործող բնակավայրերի ցանկին կավելանան եւս մի քանիսը, ինչպիսին է օրինակ Վարդավանքը։ Նարեկ Խաչատրյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։